Հիմա այսօրվա թրությամբ նորեն հարված, նորեն բادرած, նորեն վախ խանգործության, նորեն վախ տնտեսական ինչ-որ դժվարություններով։ Գիտեք, արդեն երբ որ ՊՄԳ-բադայի ասանք, առաջին օրեն կսկսին վաճառականները ավելցնել որոշ բաներ ու գումարներ, պետությունը ինչքան է լսկուշացնի, բենզինը քիչ կսողնա, գազը կսողնա, չի գա, եւ ժողովրդին մտավախությունն է, գործ չի գա, գործը կգնա, ոսկին սուծավ, գործ չի գա, ոսկերի չեն հայերում մեծ մասը։ Եվ այս իրավիճակի մեջը ամեն մարդ կսպասի, որ վաղը լավ պիտի լա, վաղը լավ պիտի լա։ Հետաքրքրական բանը որ մեծ հայրս միշտ կսեր վաղը լավ պիտի լա, մահացավ քնած։ Հայրս կսեր միշտ լավ պիտի լա։ Հիմա ես արդեն գսեք բժիշկ ես եւ այլն։ Ես արդեն այդ տարիքին կմոտենամ, որ ես լավ պիտի լա, լավ պիտի լա, բայց գիտես, այս երկիրը գերտա, անշուշտ լավ չլար։ Մենք ավելի լավը տևևս կուզենք։ Այսօրվա թրությամբ գաբլինգ մեջը կպարկավաճինք, դբրոց կերտան մեր զավակներ, համալսարան կավարտեն, լավ գործերու կընդունվին, ընտանիք կգազմեն, բայց դեր կսպասենք, որ լավ պիտի լա։ Երևս լավ պիտի չլա, աս երկիրները ասեն, երրորդ աշխարհի երկիր անորամար գոչված է, ջերությունը ապահովված չէ, բժշկությունը ապահովված չէ, եթե գումար ունիս բանկի մեջ ապահով չէ, գրնան կողնալ քեզի աչքիդ նայելով եւ համոզելով, որ չէ, աս դրա մտուն կողծած է։ Այսպես երկիր մնա